Սյունիքի մարզն է։ Այստեղ վերջապես ուրվագծվում է այն, ինչը տարիներ շարունակ աշխարհաքաղաքական քննարկումների տիրույթում էր։ Այսօր Հայաստանի հարավային դարպասը թևակողում է պատմական փոփոխությունների շրջափուլ։ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցումն ու խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունն այլևս միայն ռազմավարական նշանակության տերմիններ չեն, այլ իրականության վերածվող ծրագրեր, որոնք արմատապես փոխում են մարզի տնտեսական դիմագիծը, լոգիստիկ հնարավորություններն ու զբոսաշրջային գրավչությունը։ Սյունիքի համար խաղաղության խաչմերուկը փաստացի դա երկար սպասված իրադարձություն է, որովհետև մենք երկար տարիներ լսել ենք Սյունիքի կարևորության մասին, բայց փաստացի հասարակությունը, ժողովուրդը զրկված է եղել դա տեսնելու հնարավորությունից, ավելի շատ նման էր արգելված պտուղի, որը հիմա հասանելի կդառնա եւ ինքը թթվածնի պես անհրաժեշտություն է մարզի տնտեսական զարգացման համար։ Տնտեսության շարժիչ ուժը հանդիսացող հյուսիս-հարավ մայրուղին իր թունելներով եւ կամուրջներով ճեղքում է լեռնային արգելքները, վերացնելով ժամանակի եւ անվտանգության ռիսկերը։ Այստեղ ոգևորված են նշում, որ Երևանն այլևս ավելի մոտ է, ճանապարհը կրճատվում է, դառնում ավելի անվտանգ։ Այստեղ աշխատում են անդադար, շինարարական տեխնիկան գրեթե չի լռում։ Ու մինչ պետությունը կառուցում է մայրուղիներ, մասնավոր հատվածն արդեն իսկ իրացնում է նոր հնարավորությունները։ Արայիկ Միքայելյանի հիմնադրած Տավերն Հնձանը ոչ թե պարզապես ռեստորան է, այլ գաստրոնոմիկ բիզնեսի հստակ հաշվարկված մոդել, որտեղ պատմական հիշողությունը վերածվում է ավելացված արժեքի։ Վերջին ժամանակներում բավականին նկատում ենք մեծ ակտիվություն եւ ուշադրություն դեպի Հայաստանի հարավային շրջաններ, Սյունիքի մարզ, եւ այդ ուշադրությունը շատ նկատում ենք եւ զբոսաշրջիկների հետաքրքրությամբ առհասարակ հենց մեր տարածաշրջանի եւ լոկացիայի վերաբերյալ, սկսած պատմամշակութային ժառանգություններից մինչեւ գաստրոմշակույթ։ Հնձանը հայկական հացատուն է, գտնվում է Շինուհայրում։ Գործարարի բիզնես ռազմավարությունը հիմնված է պոտենցիալի կրկնապատկման վրա։ Վստահ է, որ շատ շուտով հյուրընկալության բոլորովին այլ թիվ են արձանագրելու։ Հնձանում չեն բավարարվում եղածով, այլ ստեղծում են նոր փորձառություններ, որոնք հյուրերին ստիպում են վերադառնալ։ Առաջիկայում կան բավական մեծ պլաններ եւ մեծացնելու ծավալները, ընդունելու զբոսաշրջիկների մեծ խմբեր, որոնք որ ցանկություն կունենան առհասարակ այցելելու մեզ, պոտենցիալ ունենք եւ ցանկություն ունենք կրկնապատկելու նույնիսկ խմբերի քանակը եւ հոսքը։ Եթե լինեն ճանապարհներ, անվտանգություն, մենք կանենք առավելագույնը։ Գործարարները Սյունիքում նման կարգախոսով են առաջնորդվում։ Միքայելյանը նշում է, հին գյուղերի հազարաշեն ճարտարապետությունը կարող է դառնալ նոր բրենդ, իսկ ազգային խոհանոցը հաշվարկված տնտեսական գործիք։ Նա անգամ առաջարկում է հյուրերին անձամբ մասնակցել արտադրության process-ին։ Ապագայի համար նախատեսում ենք ոչ միայն ուտեստների պատրաստում եւ ներկայացնել, այլ նաեւ օրինակ հնարավորություն կտանք մեր զբոսաշրջիկներին նաեւ ինքները պատրաստել, ծանոթանալ ուտեստներին, համտեսել եւ զգալ առհասարակ այն գաստրոնոմիկ հաճույքը, որը որ ունենք որպես պոտենցիալ։ Արայիկ Միքայելյանի օրինակը ցույց է տալիս, որ տնտեսական զարգացումը Սյունիքում ընթանում է ոչ միայն խոշոր ճանապարհների, այլև տեղական բիզնես նախաձեռնությունների շնորհիվ։ Սյունիքն այսօր դառնում է այն վայրը, որտեղ պետական ռազմավարական ներդրումները հանդիպում են մասնավոր ձեռներեցության հավակնություններին։